Կապանը 7 օր շարունակ հյուրընկալեց հանրապետության գրեթե բոլոր թատրոնների գործիչներին։ 7 օր նրանք վայելեցին Սյունիքի հյուրասիրությունը, կապանցի հանդիսատեսնել նրանց բեմական խաղը։ Կուլմինացիան մարտի 27-ին էր թատրոնի միջազգային օրը։ Խորհրդանշական արարողությունը արտավազդ մրցանակաբաշխությունը այս անգամ մայրաքաղաքի փոխարեն Կապանում էր։ Ինձ համար բացահայտում էր, ես այսքան երկար չէի օրինակ ճանապարհորդել, այսպես ասեմ, չէի տեսել Կապանը, բացահայտեցի շատ բաներ ու շատ ոնց որ ասում եմ, շատ եմ հավանել, շատ գեղեցիկ քաղաք է, շատ ուրախ եմ, որ վերանորոգում են, շատ լավ է ու արտավազդը այո, անշուշտ պետք է հենց այստեղ է լիներ։ Կասեմ շնորհակալություն անչափ, զգացինք ջերմությունը առանձնահատկությունը հանդիսատեսի զգացինք։ Ես արդեն սիրահարվել եմ Կապանին, որ եկել ներկայացում ենք խաղացել, այնպես որ շատ եմ, որ սենց լիքը գնում եմ Երևան ու պատմելու եմ շատ լավ սիրուն, ինչ տեսել եմ, շատ ջերմ սիրուն իրավիճակներ։ Դրամատիկական թատրոնի 90-ամյա հոբելյանը, կամերային ներկայացումների փառատոնը, նաև արտավազդը Կապան էին բերել թատերական աշխարհի հայտնի գեղեցկուհիներին։ Капан прекрасный, и мне очень радостно сегодня быть, уже второй раз, я была лет 10 назад здесь, и меня связывают очень хорошие воспоминания с этим прекрасным местом, невероятные люди, которые нас встречают просто как родных, я надеюсь, что не только на премии, в которой мы сегодня участвуем, мы будем приезжать намного чаще, чем сейчас это получается из-за занятости. Обожаем народ, обожаем сегодняшнюю атмосферу, но просто невероятное ощущение. Спасибо большое. Բուն մրցանակաբաշխությունից առաջ թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը մեդալներ ու դիպլոմներ հանձնեց տեղի թատրոնի դերասաններին ու աշխատակիցներին։ Կապանի Շիրվանզադեի անվան թատրոնին բարեխիղճ ծառայության համար եւ թատրոնի 90-ամյակի արդիվ Թատերական գործիչների միության ոսկե մեդալը շնորհվում Արթուր Գաբրելյանին։ Թատերական գործիչների միության ոսկե մեդալը շնորհվում Սլավիկ Ոսկանյանին։ տարի առաջ այստեղ հաշվապահությունում մի շատ սիրուն աղջիկ էր աշխատում, հիմա տատիկ է թորներ ունի, թատերական գործիչների ոսկե մեդալը շնորհվում Անուշ Ավանեսյանին։ Թատերական ամենամյա տոնին աջակցել էին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը և Սյունիքի մարզպետի աշխատակազմը։ Փոխմարզպետ Հայկ Հարությունյանը շնորհավորական խոսքը զուգորդեց շնորհակալագրերի հանձնմամբ։ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի անունից նախ շնորհավորում եմ բոլորիս այսօր նշվող թատրոնի համաշխարհային օրվա կապակցությամբ։ Շնորհավորանքներս թատրոնում արարող և թատրոնով ապրող բոլոր անհատներին, դերասաններին, բեմադրիչներին, թատրոնում աշխատող տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց, ովքեր ավանդ են ունենում յուրաքանչյուր ներկայացման, կայացման մեջ։ Լավագույն երիտասարդական ու մանկական ներկայացումներ, բեմական նկարիչ, կին ու տղամարդ դերակատար, շնորհավորանքներ, ծափեր, արտավազդ 2025-ը կայացած է ու շնորհակալությունների տարափը Կապանինն է։